Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարներ հայտարարություն են փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Ռուսաստանից դարձյալ հնչում են գազի գնի հնարավոր թանկացման մասին հայտարարություններ։ Ռումինիայում ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի։ Այս ամենի մասին եւ ոչ միայն կխոսենք առաջիկա րոպեներին։ ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները հայտարարություն են փոխանցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Ըստ հայտարարության Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին կզեկուցեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։ Նաև անհրաժեշտ են համարում Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս սեղմ վերջնաժամկետներում համազգային հանրաքվեի անցկացումը, Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ։ Մոսկվան նամակով Երևանին զգուշացրել է, որ կարող է դադարեցնել բնական գազի եւ նավթամթերքի մատակարարումը Հայաստանին։ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն է տեղեկացրել։ Նամակում մեր դիրքորոշումը շատ հստակ է ներկայացված։ Հայաստանն ստանում է եւ նավթ եւ գազ բավականին շահավետ գներով։ Իհարկե նույն գազի գինը Եվրոպայում բազմակի բարձր է։ Ուստի ես գրել եմ իմ գործընկերոջը, որ բոլորը նախապես իմանան, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մենք չենք կարողանա մատակարարել նրանց գազ եւ նավթամթերք այն գնով, ինչով մենք մատակարարում ենք ներկայումս, եթե նրանք Եվրասիական տնտեսական միությունից գնան Եվրամիություն։ Հայաստանը գազը սահմանին գնում է 1000 խորանարդ մետրի համար պաշտոնապես սահմանված $165 սակագնով, սակայն գազի խտությամբ պայմանավորված գինը հասնում է ավելի քան $175։ Ռուսները պարբերաբար շեշտում են, թե նույն գազը եվրոպացիները գնում են $600-ից էլ բարձր գնով, ինչ է պատասխանելու Հայաստանը ռուսական կողմի նամակին եւ արդյոք Հայաստանը պատրաստ է թանկ գնով գազ գնել։ Նիկոլ Փաշինյանն այս հարցերին ուղիղ չի պատասխանել։ Հայաստանը այլևս այն երկիր չի, որ պլեջի կամ ծիպուլի հույսին է եւ երբ որ հանկարծ լուր տարածվի, որ կարտոշկի գինը 5 դրամով բան է անում, բարձրանում է ժողովրդի ճնշումը բարձրանում։ Հայաստանի Հանրապետությունը այլևս հազարների եւ տասնյակ հազարների երկիր չի, Հայաստանի Հանրապետությունը միլիարդների եւ տրիլիոնների երկիր է։ Ինչ վերաբերվում է 2013 թվականի պայմանագրին մնացած հարցերին, այս ընթացքում շատ process-ներ են եղել, մարդիկ սկի տեղակել չեն եղել։ Եվ մենք, այսինքն նմանատիպ process-ներ այս ընթացքում մի քանի անգամ եղել են։ Մի քանի անգամ։ Բայց Հայաստանի քաղաքացին ոչ մի անգամ չի զգացել դա, որովհետև մենք աշխատել ենք, աշխատանքային կարգով լուծումներ գտել ենք։ Ես համոզված եմ, որ այս անգամ էլ լուծումները կգտնենք։ Ինչու եմ համոզված, այդ թվում են պատճառով ասել եմ, որովհետև ես միակ պաշտոնյանն եմ, ով Եվրասիական տնտեսական եւ միջկառավարական խորհրդի անդամ է եւ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է։ Ես ուզում եմ մենք պատկերացնենք այս լծակի մասշտաբը եւ այդ լծակի ինձ առած հնարավորությունները։ Ես կարծում եմ, որ այս լծակները մեզ հնարավորություն կտան կոնստրուկտիվ երկխոսության ճանապարհով գտնել բոլոր հարցերի լուծումները։ Մոսկվան արգելափակել է ևս 64.5 միլիոն շիշ ջերմուկ հանքային ջրի վաճառքը։ Որոշումը պատճառաբանվել է պարտադիր տեխնիկական կանոնակարգերի խախտումներով։ Ռուսական կողմի պնդմամբ ստուգումների ընթացքում ջերմուկում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորիդների եւ սուլֆատների թույլատրելի մակարդակի գերազանցում։ Սահմանափակումը վերաբերում է ինչպես խանութներին, այնպես էլ առցանց հարթակներին։ Ավելի վաղ էլ Ռոսսելխոզնաձորը հայտարարել էր Հայաստանից ծաղիկների ներմուծման արգելքի մասին, հայտարարելով, թե որոշման նպատակը բուսասանիտարական առողջ միջավայրի պաշտպանությունն ապահովելն է։ Ռուսաստանը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի եւ ելակի ներմուծման համար, հայտարարել է Ռոսսելխոզնաձորը։ Իրավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում իր ինքնիշխանության հաշվին ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների արտահանմանն աջակցել։ Մենք պատրաստվում ենք աջակցել բոլոր այն արտադրողներին, ովքեր ստանդարտներին համապատասխան արտադրանք են արտադրում։ Իսկ ստանդարտներին համապատասխան արտադրանքի համար 7 միլիարդանոց շուկա կա աշխարհում եւ այդ բոլոր շուկաները այսօր բաց են Հայաստանի Հանրապետության համար։ Հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության պատճառների եւ հնարավոր զարգացումների, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների եւ Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածության ու ընտրություններից առաջ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Նիկոլ Փաշինյանին հայտնած աջակցության թեմաների վերաբերյալ կզրուցենք քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի հետ։
Պարոն Մարտիրոսյան, հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում եղած լարվածությունն ակնհայտորեն էլ ավելի է սրվում։ Ռուսաստանից պահանջում են, որ Հայաստանն արագ կողմնորոշվի, մնում է ԵԱՏՄ-ում, թե ոչ։ Հայաստանի իշխանություններն էլ նշում են, որ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու պլաններ չունեն։ Ի վերջո, ինչ է կատարվում երկկողմ հարաբերություններում ձեր դիտարկմամբ եւ ինչու է այսքան անհանգիստ Ռուսաստանը։ Կարծիքներ կան, որ իրականում թրիփի շուրջ զարգացումներն են Ռուսաստանի անհանգստության պատճառը։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ կա իմ կարծիքով 3 ենթատեքստ։ Համար առաջին ենթատեքստը դա այն հայտարարություններն են, որոնք որ հիմնականում Հայաստանից հնչում են։ Դրանք բնականաբար ունեն նախընտրական, ինչ-որ չափով նաև պոպուլիստական եւ ներքին լսարանին միտված հայտարարություններ, որտեղ որ հատկապես իշխանությունը օգտվում է իր սեփական քաղաքական քվեների լայնացման, մեծացման համար որոշակի հակառուսական հռետորաբանությունից, որպեսզի կարողանա իր ձայների բազան այդ ֆոնով մի քիչ հարստացնել, սա առաջին շերտը։ Երկրորդը միանշանակ դա թրիփի ազդեցությունն է, թրիփի հեռանկարը եւ հատկապես վերջին շրջանում Ռուբիոյի այցի, Թրամփի աջակցության էլեմենտը, նույնպես որոշակի հողի վրա ազդեցություն այնուամենայնիվ քաղաքական տեսանկյունից թողնում է որոշումների վրա եւ Ռուսաստանի երրորդ շերտը դա Ռուսաստանի կողմից այնուամենայնիվ շատ ավելի միս եւ արյուն ստացող կողմնորոշվելու աջենդան է, հա, այսպես ասած, որտեղ Ռուսաստանը հստակ մատնանշում են հանգամանքը, որ եվրոպական ինտեգրման ուղին եւ ԵԱՏՄ անդամանալու հնարավորությունները անհամատեղելի են եւ ինչ-որ չափով նաեւ Ռուսաստանը հասկանում է, որ իր իմիջային, հատկապես ԵԱՏՄ-ի իմիջային առումով չի կարող երկար ժամանակ թույլ տալ այդպիսի հանգամանք, երբ որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը ասում է ես այստեղ եմ քանի ինձ դա ձեռք է տալիս, եւ այստեղից ստանում եմ որոշակի պրոֆիտներ տնտեսական, որ րոպեին որ դա ինձ պետք չլինի, ես իմ համար ստեղծում եմ ալտերնատիվ ուղղություն, որով որ կգնա։ Բնականաբար, թե մասնագիտ, ապա պետք է պոպուլիզմը դնենք մի կողմ եւ ռեալ պոլիտիկի տեսանկյունից նայենք, եվրոպական հորիզոնը շատ երկար հորիզոն է, ճանապարհը շատ ավելի երկար ճանապարհ։ Առավել եւս, որ վերջին շրջանում Եվրոպական միության ներսում քաղաքական որոշումների ընդունումները այնպիսի տոնայնության վրա չեն, որ Եվրոպական միությունը շահագրգռված է ավելի մեծացման, լայնացման եւ այլն։ Խորքային առումով եթե տեսնենք, ապա Եմեն բաց հրավեր չի անում։ Եմեն իր մեջ ներգրավելու Հայաստանի որևէ գերքաղաքական շահ չունի։ Եվ դա նույնիսկ Եվրոպական միության թե պետությունների ղեկավարների եւ թե կառույցների ղեկավարի շեշտադրումներում, տոնայնություններում երևում է։ Ամենի սկզբում եւ ավարտվում է այսպես կոչված ժողովրդավարական, հումանիտար, դիվանագիտական լեզվի կիրառմամբ եւ աջակցության որոշակի մեսիջերով։ Ռեալ պոլիտիկի հողի վրա քաղաքականության վրա այդպիսի աջենդա ուղղակի օրակարգ որպես այդպիսի Եվրոպական միությունը չունի։ Սակայն մենք այստեղ բախվում ենք այլ խնդրի։ Հողի վրա այդպիսի օրակարգ չկա, բայց հողի վրա կա այդպիսի օրակարգի կողքից եկող վտանգներ, ինչին մենք ականատես ենք լինում վերջին բանը թե մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի կողմից։ Խնդիրը հետեւյալն է, ժամանակակից քաղաքական աշխարհում այլևս սանկցիաներ այն տեսքով, ինչ տեսքով որ մենք սովոր ենք դրանք տեսնել, այլևս գոյություն չունի։ Կիրառվում են սանկցիոն բոլոր գործիքները, բայց դրանք սանկցիաներ չեն կոչվում, հա։ Կիրառվում են գետնի վրա դժվարություններ, խոչընդոտներ, տնտեսական որոշակի սահմանափակումներ, բայց դրանց ուղղակիորեն սանկցիոն բնույթ եւ սանկցիոն որոշում չի ունեն։ Այո, լարսումարկային տեխնիկական խնդիրներ, առաջիկայում Ռուսաստանում արտագնա Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած մարդիկ նույնպես որոշակի տեխնիկական խնդիրների են բախվելու, չի բացառվում տրանսֆերտների առումով մենք ունենանք եւս տեխնիկական խնդիրներ, այսինքն բոլոր խնդիրները լինելու են տեխնիկական, այլ ոչ թե բնորոշման քաղաքական։ Չնայած խորքում դրանք բնականաբար քաղաքական են։ Եվ վերջին էլեմենտը, որ ամենացայտումն էր, դա Ռուսաստանի էներգետիկայի նախարարության կողմից Հայաստան ուղարկված ուղղակիորեն
ասենք դա ծանոթագիր կամ ասենք պաշտոնական նամակ, որտեղ որ շատ հստակ այլևս քաղաքական լեզվով դրված էր այն հանգամանքը, որ ռուսական կողմը այսպիսի շեշտադրումների պարագայում եւ այսպիսի ուղղության պարագայում ուղղակիորեն ստիպված է լինելու վերանայել իր քաղաքականությունը, հատկապես իր էներգետիկ քաղաքականությունը, երկրային քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Այո, այսա արդեն գետի վրա կոնկրետ խնդիր է։ Ձեր դիտարկմամբ այս ամենը հաշվարկված է Հայաստանի իշխանությունների կողմից, որն է նրանց վարած արտաքին քաղաքականության նպատակը, թե ինչպես նշեցիք, այս ամենը նախընտրական շրջանում հակառուսական տրամադրություններ ունեցող էլեկտորատից ձայներ ստանալու համար է արվում։ Այստեղ եւս մի քանի շերտ կա, փորձեմ դրանք եւս բացահայտել։ Նախընտրական շրջանում հաշվարկումները տեղի են ունենում թե հերթորաբանության, թե որոշումների ընդունման, բացառապես մեկ գեր նպատակ։ Էլեկտորալ նպատակով, ձայն ստանալու նպատակով, հա, նախընտրական շրջանը ավարտվում է հենց այն ժամանակ, երբ որ ընտրություններն ավարտվում են, եւ այդտեղ սկսվում է նաեւ սառը եւ ռեալ պոլիտիկա։ Այս ժամանակահատվածում իրական նպատակների եւ նպատակադրումների մասին խոսելը շատ քիչ է, ինչու, որովհետեւ յուրաքանչյուր նախընտրական փուլին մասնակցող քաղաքական ուժ իր աչքի խոսելուց իր աչքի առաջ ունենում է հետեւյալ պատկերը. որքանով է սա ինձ ձայն բերելու կամ որքանով է ես այս որոշման կամ նախադասության արդյունքում ձայն կորցնելու։ Այնպես որ այստեղ ռեալիզմի հետ մենք համեմատե գործ չունենք, հա, ինչեր չավարտվեն ընտրությունները։ Երկրորդ հանգամանքը, այո, որոշումներ ընդունում են այդ հիմքով, բայց որոշումները շատ մեծ խնդիր ունեն պատասխանատվության, հա, պատասխանատվություն, որը որ ենթադրում է հետևյալը. անկախ նրանից, թե այս հակառուսական հռետորաբանությունը ես որքան կկիրառեմ եւ դա որքան կբերի հակառուսական դրամատուրգություն ունեցող ինձ համար էլեկտորատ, այնուամենայնիվ ոչ թե միայն քաղաքական գործի տեսանկյունից եւ նախընտրական փուլում գտնվողի տեսանկյունից պետք է դիտարկել, այլ պետական գործիչների պետական պատասխանատվության, հասարակության նկատմամբ պատասխանատվության բարձր ջերմաստիճանով պետք է առաջնորդվեն։ Դա առայժմ չկա։ Ռուսական անօդաչու թռչող սարքն ընկել է Ռումինիայի հարավ-արևելյան Գալացի քաղաքի բազմաբնակարան շենքի տանիքին, վիրավորելով 2 մարդու։ Այս մասին հայտարարել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։ Ըստ գերատեսչության մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը Ռուսաստանը վերսկսել է հարվածները Ուկրաինայի քաղաքացիական եւ ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ Ռումինիայի հետ սահմանային գետի մերձակայքում։ Նախարարությունը նշել է, որ անօդաչու սարքերից մեկը մուտք է գործել Ռումինիայի օդային տարածք, ռադարներով հետևելով մինչև Գալացի քաղաքի հարավային հատված, ապա ընկել բնակելի շենքի տանիքին, առաջացնելով հրդեհ։ Գալացին գտնվում է Ռումինիայի, Ուկրաինայի եւ Մոլդովայի սահմաններին մոտ։ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը փորձում են հասնել երիտասարդ ընտրողին։ Սոցիալական մեդիան դարձել է այն հիմնական հարթակը, որտեղ ձևավորվում են երիտասարդների քաղաքական պատկերացումները, իսկ քաղաքական ուժերն առավելագույնս օգտվում են սոցիալական մեդիայի ընձեռնած հնարավորություններից։ Երևանից մեր թղթակից Ասպրամ Ավանեսյանն է անդրադարձել թեմային։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 18-ից 25 տարեկան շուրջ 150,000 երիտասարդ։ 2018 եւ 2021 թվականներին այս թիվը զգալիորեն կրճատվել է։ Սա կապված է ինչպես քաղաքական հիասթափության, այնպես էլ փոխված տեղեկատվական միջավայրի հետ։ 17 թվականի պարլամենտական ընտրություններին ոչ թե մասնակցել էին, որ ակտիվ էին, տենց գնում էին փոփոխությունների հետևից, այլ հակառակը գործիքայնացվել էր երիտասարդությունը իշխանությունների կողմից, այսինքն կոնսոլիդացրել էին ու տարել էին ընտրատեղամասեր, այսինքն այնպես չի երիտասարդությունը իր կամքով էր, հա, այսպես գնացել։ Հիմա այդ նույն խնդիրը այստեղ է, բայց մի քիչ հակառակ բան, այսինքն պետք է ակտիվացնել այդ նույն քանակի երիտասարդության, որ իրենք իրենց կամքով գնան ընտրությունների։ Սոցիալական մեդիան այսօր դարձել է երիտասարդների քաղաքական ինֆորմացիա ստանալու հիմնական աղբյուրը։ Եթե 2021 թվականի ընտրություններից առաջ երիտասարդների վրա ազդելու հիմնական շեշտադրումը անվտանգությունն ու ժողովրդավարությունն էին, ապա այսօր քաղաքական պայքարը տեղափոխվել է ազգային ինքնության եւ արժեքների դաշտ։ Մենք հստակ ֆիքսել ենք 2021 թվականի ընտրություններին հիմնական նարատիվը, որը որ շրջանառվում էր եւ փորձում էին ներազդել երիտասարդների վրա, դա ժողովրդավարություն versus անվտանգություն։ Շատ երիտասարդներ վստահ են, ընտրություններին մասնակցելն անհրաժեշտություն է, ոմանք արդեն կողմնորոշվել են, մյուսները դեռ ոչ։
Երիտասարդների մեծ մասը խուսափում է կարծիք արտահայտել։ Շուտով Հայաստան խորհրդանական ընտրություններ են, մասնակցելու եք։ Անպայման մասնակցելու եմ։ Շատ կարևորում եմ իմ ընտրելու իրավունքը, ձայնի իրավունքը իրացնելը։ Դուք արդեն որոշել եք ում եք ընտրելու։ Ես որոշել եմ ում չեմ ընտրելու, մնացածը դեռ կերև է։ Մասնակցելու եմ եւ ակնկալիքներ ունեմ, որ գոնե այս անգամ հասարակության կողմից կգրանցվի բարձր մասնակցություն։ Իմ շրջապատում որքան երիտասարդ օրի ես ճանաչում եմ, հիմնականում նախընտրում են մասնակցել ընտրություններին, սակայն մեկ հատված էլ կա, որ ցանկություն չունեն մասնակցելու։ Իհարկե մասնակցելու եմ, որովհետև ինքս երիտասարդ եմ ու կուզեմ բոլոր երիտասարդները մասնակցեն ընտրություններին, որովհետև մենք ենք այն փոփոխությունը, որը ուզում ենք տեսնել հետագայում։ Ընտրություններին մասնակցելը միայն քաղաքական նախասիրության հարց չէ։ Նույնիսկ ընտրություններին չմասնակցելով երիտասարդն ըստ էության ընտրություն է կատարում։ Այդ դեպքում որոշումը կայացվում է իր փոխարեն։ Կարևորը գիտակցումն է, որ առհասարակ այս ընտրությունը լինելու է, անկախ նրանից մենք կմասնակցենք թե չէ, որոշակի որոշում կայացվելու է։ Կարևոր է ոչ միայն երիտասարդների մասնակցությունը կոնկրետ ընտրությանը, այլ նաև ընտրությունների ընթացքին, Քարոզ Արշավին։ Այս գործընթացում երիտասարդների չներգրավվելու դեպքում իրենց խնդիրներն ու պահանջները պարզապես դուրս կմնան քաղաքական օրակարգից։ Ու եթե երիտասարդները չմասնակցեն, քաղաքական ուժերը հակված չեն լինի առհասարակ երիտասարդների հարցերը բարձրաձայնելուն, նաև այդ գիտակցումն է շատ կարևոր, որ ըստ էության այն կուսակցությունները, այն խմբակցությունները, որոնք կլինեն խորհրդարանում, իրենք իրենց ընտրազանգվածի նաև շահերն են սպասարկելու։ Քաղաքական ուժերն օգտագործելով բոլոր հնարավոր հարթակները փորձում են ազդել երիտասարդների կարծիքի ձևավորման եւ ընտրության վրա ու ստանալ նրանց քվեն։ Թե ինչքանով եւ ինչ համամասնությամբ դա կհաջողվի նրանց, եւ թե որքան ակտիվ կլինեն երիտասարդները առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բարձ կդառնա քվեարկության օրը։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան News, Երևան։ Վոտակ Մոլդովան 1 տարեկան է։ 1 տարի առաջ Վոտակը ցանկացել է ավելի մոտիկից ճանաչել Մոլդովան, մի երկիր, որն արագորեն փոխվում եւ վստահ քայլերով առաջ է շարժվում եվրոպական ուղով։ Նախագծի թղթակիցներն աշխատել են այնտեղ, որտեղ իրադարձությունները չեն տեղավորվում չոր մամուլի հաղորդագրություններում։ Նրանք հարցեր են ուղղել խորհրդարանի ամբիոնների մոտ, պաշտոնյաների գրասենյակներում եւ փողոցներում, որտեղ զգացվում է իրական կյանքի ռիթմը։ Մեր գործընկերները եղել են այնտեղ, որտեղ որոշվում էր Մոլդովայի ապագան, ընտրություններին, գագաթնաժողովներին, համաժողովներին եւ երկրի գլխավոր իրադարձություններին։ Նախագիծը լուսաբանել է Մոլդովայի եվրոպական ուղին։ Անդրադառնալով բարեփոխումներին, բանակցություններին, կառույցների աշխատանքին, ինչպես նաև դրամաշնորհներին ու հնարավորություններին, որոնք բացում են այդ գործընթացները։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։